Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Հայաստանի շուրջօրյա խնամքի կենտրոններում այսօր բնակվում է շուրջ 670 տարեց։ Դա պարզապես վիճակագրություն չէ, չոր ու անշունչ թիվ չէ։ Դա 670 անուն է, 670 պատմություն, 670 կյանքի ապրած ու երբեմն կիսատ թողնված պատմություն։ Դրանք մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ աշխատել են, պետություն կառուցել, ընտանիք պահել եւ նաեւ սերունդներ կրթել։ Մեր այսօրվա հյուրն էլ մեկն է նրանցից։ Նա 50 տարի մանկավարժ է եղել, հայոց լեզու եւ գրականություն դասավանդել, սակայն հանգամանքների բերումով այսօր միայնակ է ապրում, որդուց ու թոռներից հեռու։ Դավթյան Քնարիկ Զուրաբի, ես 22 թվականի ապրիլի 7-ից գտնվում եմ խնամքի կենտրոնում։ Տղաս անժամանակ հեռացավ կյանքից, չէի կարող ապրել խնամիներիս հետ, քանի որ նրանք վարձով էին ապրում, չէի ուզում ավելորդ բեր դառնալ եւ ինձ համար ավելի լավ էր լինել խնամքի կենտրոնում։ Իմ իմ կամքով եմ եկել այստեղ, ոչ մեկի պարտադրությամբ չեմ եկել։ 50 տարի շարունակ աշխատել եմ դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, անչափ սիրել եմ իմ գործը եւ մինչեւ այժմ էլ կարոտում ու սիրում եմ իմ մանկավարժական աշխատանքը եւ իմ աշակերտներին։ Լավ եմ, հարմարվել եմ, քանի որ սենյակս շատ հարմար է, ընկերուհիս արտակարգ լավն է, մենք հասկացել ենք իրար առանց վեճի, առանց ավելորդ խոսակցությունների, մեկս մեկի հասկանալով ապրում ենք։ Բազմաթիվ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաեւ մեր հերոսների խնդիրների հանրահռչակման եւ լուծումներ գտնելու հարցում։ Տիկին Քնարիկ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ այսօր հյուրընկալել մեր տաղավարում։ Ես էլ ուրախ եմ, որ ձեր հյուրն եմ։ Տիկին Քնարիկ 50 տարի մանկավարժ եք եղել, 50 տարի երեխաներին կրթել եք, սեր եք տվել, դաստիարակել եք, բայց այսօր ապրում եք հեռու ձեր թոռներից։ Մի փոքր կպատմեք ձեր կյանքի պատմությունը։ Խնդրեմ։ Ուրեմն ես բնակվել եմ Իջևանի շրջանի, նախկին Իջևանի շրջանի, այժմ Տաուշի մարզի Գանձաքար գյուղում, սովորել եւ ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետեւ ուսումս շարունակել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել եւ աշխատել շրջանի տարբեր գյուղերում։ Անչափ սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ մանկավարժությունը, սիրում եմ կրթել, դաստիարակել այսօրվա սերնդին, որպեսզի պատմությանը տամ լավ մարդիկ, դաստիարակված մարդիկ, եւ իմ երեխաները այդպիսինն են այսօր։ Շատ կապված եմ իմ աշակերտների հետ, նրանք այցելում են խնամքի կենտրոն, նույնիսկ ինձ են հրավիրել Իջևան, շատ սերտ է մեր կապը եւ այդպես էլ պետք է շարունակվի։ Այո, ես չեմ կարող մոռանալ իմ աշակերտներին, իմ աշակերտներն էլ խիստ կապված են իրենց ուսուցչի հետ։ Ուրախ եմ դրա համար, շատ։ Տիկին Քնարիկ, իսկ ինչպես եւ երբ հայտնվեցիք խնամքի կենտրոնում, ինչու։ Ուրեմն ես ապրում էի փոքր տղայիս հետ, Երևանում էինք ապրում, Իջևանից տեղափոխվեցինք Երևան, մի փոքրիկ տուն գնեցինք Մանթաշյան փողոցի վրա, հետո տղաս հիվանդացավ, սիրտը հիվանդ էր, կյանքից հեռացավ շատ անժամանակ եւ ես մնացի հարսիս եւ թոռնիկներիս հետ, տեղափոխվեցինք խնամիններիս մոտ, որոնք ապրում էին Վարձով, եւ ես չցանկանալով բեր դառնալ նրանց ընտանիքի վրա, ցանկություն հայտնեցի ապրել ծերանոցում, եթե կարելի այդպես ասել, հիմա խնամքի կենտրոնում եւ դժգոհ չեմ։ Հիմա ապրում եմ իմ կյանքով։ Որդուն քանի տարեկանում եք կորցրել։
Որդուս կորցրել եմ, երբ նա 27 տարեկան էր։ Քանի երեխա ուներ որդին, 2 աղջիկներ ունի, 2 թոռնիկ ուներ։ մեծ թոռնիկս հիմա դպրոցական է, երկրորդ դասարանում է, փոքրը դեռ դպրոց չի գնում։ Ճակատագրի բերումով ես այսօր նրանց հետ կապ չունեմ։ Նրանք ապրում են առանձին, իրենց համար տուն են գնել, այն տունը, որտեղ մենք ապրում էինք, վաճառվել է, եւ նրանք նոր տուն են գնել եւ ապրում են այդ նոր տան մեջ։ Միայն հանգիստ եմ, որ նրանք տուն ունեն, ոչ թե դրսում են, այլ տուն ունեն եւ ապրում են իրենց մայրիկի հետ։ Բայց ինչու կապը կորցրեցիք թոռների հետ։ Չեն այցելում, չեն Խնդրում եմ զանգում։ դա շրջանցեմ, հա, այդ հարցը։ Իհարկե։ Տիկին Քնալիկ, դուք նաև երկրորդ որդի ունեք, Այո, ով արտերկրում է։ երկրորդ որդիս գտնվում է Ռուսաստանում, մի քանի անգամ ինձ առաջարկել են, նույնիսկ թոռնիկս եկավ ուզում էր ինձ տանել, ես ասացի ոչ, ես այդ ժամանակ ապրում էի թոռնիկներիս հետ, ասացի ոչ, ես ուզում եմ ապրել իմ որդուկների հետ եւ չհամաձայնվեցի Ռուսաստան գնալ, ապրել օտարության մեջ, դրա համար էլ ըստ երևույթին մեկ-երկու անգամ ասելուց հետո ինչքան կարելի էր ասել, մեղավորը ես եմ, որ չհամաձայնվեցի եւ չգնացի, բայց եւ այնպես չեմ էլ փոշմանել, թերևս շատ լավ կլներ, որ ապրեի իմ մեծ որդու եւ նրա երեխաների հետ։ Կապ չկա մեծ որդու հետ, չի Կա, զանգում։ ընտանիքի հետ կապված եմ խիստ, հարսիս հետ, թոռնիկներիս հետ, նույնիսկ աղջիկ թոռնիկս ապրում է հիմա Չինաստանում, բայց Երևան տուն ունի, խոստացել է, որ պահին մտնի Երևան, իր տատիկին կտանի իր մոտ։ Իսկ որդու հետ շփվում եք մեծ։ Չէ, Ռուսաստանում է միայն հեռախոսով զանգում եք, այո, միայն հեռախոսային կապ։ Ասում են ուսուցչի հեղինակությունը նաև տարիներ հետո է զգացվում, հա, իրական հեղինակությունը տարիներ հետո է երևում։ Ձեր աշակերտների սաների շրջանում կան մարդիկ, ովքեր այսօր կարևոր գործի են, գուցե նաև ճանաչված մարդիկ են դարձել։ Կան, բժիշկներ ունեմ, ինժեներներ ունեմ, ուսուցիչներ կան, այո, կան։ Նրանք լավ մարդիկ են դարձել, ես դրա համար շատ գոհ ու շնորհակալ եմ, այո, հասարակության համար պիտանի մարդիկ են դարձել, այո։ Կապը պահպանում եք, ասացիք։ Անպայման։ Իրենք են զանգահարում ձեզ։ Ոչ միայն զանգահարում են, այլև գալիս են շատ հաճախակի, բոլորը գիտեն այդ մասին, որ Դավթյանի աշակերտները եկել են այցելության, եւ ես շատ կներեք, բայց հպարտանում եմ իմ աշակերտներով, որ գալիս են, տեսակցում ենք, խոսում ենք, այո։ Վերջին հանդիպումը, շփումը երբ է եղել, կհիշեք։ Ընդամենը 1 շաբաթ առաջ։ Ահա։ 1 շաբաթ առաջ եկել են, հանդիպել ենք, նոր տարին շնորհավորել են, Սուրբ Ծնունդը շնորհավորել են, այնպես որ կապը չի կտրվում եւ չի էլ կարող կտրվել։ Այնքան սերտ է այդ կապը, որ երբեք կտրվել չի կարող։ Դուք նաև նվեր եք ստացել։ Կպատմեք այդ պատմությունը։ Այո, եկան, տեսան, ասացին ընկեր Դավթյան, դուք հեռուստացույց կուզեք, թե հեռախոս։ Ասեցի Գրիգոր ջան, երևի հեռախոս։ Երևի 1-2 օր հետո հեռախոս բերեցին, ճիշտ է հիմա այն չեմ օգտագործում, բայց անպայման կօգտագործեմ, քանի որ երեխաներս ուզում են անպայման այդ կապի միջոցով իրար հետ դեմ դիմաց խոսենք, եւ ես անպայման այդ հեռախոսը այնպես կանեմ, որ աշխատի եւ կապն ավելի կամրացնեմ։ Նաև պայուսակ էիք նվեր ստացել, այդ պատմությունն էլ Այդ կպատմեք։ պատմությունն էլ կպատմեմ։ Ուրեմն տարիներ առաջ մի դասի ժամի աշակերտներիցս մեկը շատ անհանգիստ էր։ Հա Դավիթ ջան, ինչ է եղել, ինչ է եղել։ Ընկեր Դավթյան, որ մեծանամ քեզ համար մի պայուսակ եմ գնելու։ Ասի Դավիթ ջան, ախր ես պայուսակ ունեմ։ Ոչ, պոչերը մաշված են։ Եվ գիտեք, այսօր երևի մի ամիս առաջ մի աշակերտներից մեկն ասում է, գիտեք, Դավիթը ձեզ նվեր է ուղարկել։ Գրիգոր ջան, ինչ նվեր է, բա պայուսակն ուղարկել է։ Մեջը քաղցրավենիքով լի պայուսակը հանձնեցին ինձ։ Շնորհակալություն Դավիթ, շնորհակալություն Գրիգոր, շնորհակալություն Լիան։ Նրանք եկան, այդ պայուսակը հանձնեցին ինձ, եւ ես հիմա այդ պայուսակով եմ։ Պոչիկները մաշված չեն, նոր պայուսակ է։ Տիկին Դավթյան, իսկ ձեր մեծ որդին դեմ չէր ձեր խնամքի կենտրոն տեղափոխվելուն։ Ճիշտն ասած դա չգիտեր։ Ես որ տեղափոխվել եմ, նա տեղյակ չի եղել։ Շատ ուշ են իմացել։ Իսկ հետո չեն փորձել ձեզ հետ պահել, երբ որ իմացել։ Փորձել են, ոչ ասացի ես մերժեցի։ Պարզապես ես մերժեցի։ Եվ ինչքան կարելի էր այդ մերժումն ընդունել։ Իսկ ինչպես եք հարմարվել հա կենտրոնում։ Լավ եմ հարմարվել, լավ է։ Ղեկավարությունը հոգատար է, սպասարկող անձնակազմը շատ լավն է, սիրտս ստենդավորել են այստեղ,
աչքս վիրահատել են, ինչպես կարող եմ դժգոհել։ Գոհ եմ, բավականին գոհ եմ մեր կենտրոնից։ Հիմա էլ ղեկավարության փոփոխությունից հետո երևի թե ավելին զգացվում է կարգ ու կանոնի կարգավորում, Ահա։ այո, եւ լավ է։ Ինձ թվում է կամաց ամեն ինչ ավելի լավ կլինի։ Տիկին Քնարիկ, Այո, իսկ ժամանակին ինչպես եք ապրել։ ինչպես ասեմ, շատ լավ ենք ապրել։ Լավ ենք ապրել։ Ապրել եմ ըստ պահանջի։ Ընտանիքում երկուսս էլ աշխատել ենք, վաստակել ենք, լավ ենք վաստակել եւ լավ ենք ապրել։ Չեմ ուզում հետ նայել։ Ճիշտ ասում են, ով անցյալ չունի, նա նաեւ ապագա չունի, բայց ես անցյալ եմ ունեցել ու լավ անցյալ եմ ունեցել։ Ամուսնուն էլ եք վաղ տարիքում կորցրել։ Այո, ամուսնուս էլ եմ շատ շուտ կորցրել։ Շատ լավ։ Իսկ դուք այսօր առողջական խնդիրներ ունեք նաև։ Այո, ունեմ եւ ուշադրության կենտրոնում եմ։ Մեր բժիշկները շատ հոգատար են, մեր բուժքույրերը շատ հոգատար են։ Ամեն առավոտ իրիկու ուշադրության կենտրոնում ենք, չեմ կարող դժգոհել, շատ լավ են, շատ։ Մեր բժիշկները գիտակ են իրենց աշխատանքին, բոլորը կարողանում են ժամանակին հասնել եւ օգնել բոլոր նրանց, ովքեր կարիքն ունեն բժշկության, կարիքն ունեն բժշկական ծառայությունների։ Նաև ձեր կենտրոնի սենյակում տեսա, որ դուք շատ դեղեր եք ընդունում։ Այո, Ունեք առողջական խնդիրներ եւ Այո։ նաև սրտի խնդիր։ այո, ունեմ։ Այդ խնդիրները երբ եք ձեռք բերել, որդուն կորցնելուց, Որդուս կորցնելուց հետո հիմնականում։ սրտի, հա, հիմնականում խնդիրներ Այո, ունեք։ հիմնականում սրտի խնդիրն է, ստենդավորված է սիրտս, բայց Փառք Աստծո նորից ուշադրության կենտրոնում եմ, չեմ կարող ասել անուշադիր են, բոլորն ուշադիր են։ Հենց մի փոքր վատ եմ զգում, բոլորը մոտս են։ Որդուն քանի տարի առաջ եք կորցրել։ 7 տարի առաջ։ Դրանից հետո աշխատել եք, թե արդեն ի վիճակի չեք եղել։ Ճիշտն ասած չեմ աշխատել։ Դրանից հետո չեմ աշխատել։ Դրանից հետո ապրել եք հարսի Գիտեք, որտեւ Երևան, ասեմ ինչու չեմ աշխատել, որտեւ արդեն տեղափոխվել էին Երևան, ես չէի կարող նոր աշխատանք ճարել, հիմնական բնակիչ չէի, դրա համար էլ աշխատանքեր չեմ ունեցել։ Ոչ թե ուրիշ պատճառներ կային, այդ որ տեղափոխվեցին Երևան, արդեն ես կորցրեցի իմ աշխատանքը շրջանում, այստեղ էլ նոր աշխատանք չեմ որոնել։ Տիկին Քնարիկ, ձեզ համար այսպիսի ծերություն պատկերացնում էիք։ Ոչ, երբեք չեմ պատկերացրել, որ երբևէ կհայտնվեմ ձերանոցում, բայց մի փոքրիկ բան պատմեմ։ Ուրեմն տարիներ առաջ մի հատ ֆիլմ եմ նայել հեռուստատեսությամբ, ձերանոցի մասին էր, որտեղ գլխավոր դերը կատարում էր Սոս Սարգսյանը։ Մի ճամպրուկ ձեռքին Սոսը մոտեցավ ձերանոցի դարպասներին, մի կարոտագին հայացք նետեց ու մտավ ձերանոցի դարպասներից ներս։ Երբ ես գալիս էի, ինձ թվաց, թե Սոսի հետ եմ մտնում ձերանոց։ Այդքան վառ ու տպավորիչ էր այդ ֆիլմն ինձ համար։ Իսկ ձեր որդուն վերջին անգամ երբ եք տեսել։ Որդուս շատ շուտ եմ տեսել, որտեղ ինքը շատ շուտուց Ռուսաստանում է։ Չի գալիս Հայաստան։ Չէ, Հայաստան չի գալիս։ Չէ, չի գալիս։ Աշխատում է, նրան պետք է այդ աշխատանքը։ Քանի տարի առաջ եք տեսել, բայց Մի 5 տարի առաջ, ամենան 5 տարի առաջ երևի, հա։ Կարոտել եմ։ Իրոք կարոտել եմ։ այսօր ապրում եք կարոտը սրտում, Այո, բոլորին կարոտելով։ Այո, այդ կարոտը խեղդում է ինձ, խեղդում է։ Այդ կարոտը ասում են կուտակված սեր է, հա, որը մարդը չի կարողանում այդ պահին Այո, արտահայտել, կուտակվում է։ Այո, սեր է, սեր, այո, Միշտ սեր եք տվել բոլորին։ Այո, ասում է, եթե ցավը կա, թող այլտեղ ցավի, միայն թե մարդու սիրտը չցավի։ Դա ոչ միայն իրոք սիրտը, այլ այդ սիրտը նաև կյանքն է, որպես կյանք, թող սիրտը չցավի ոչ մեկի, չեմ ցանկանա ոչ մեկը իր հարազատներից, իր զավակներից հեռու լինի։ Մի հատ բժիշկ կա, Մանուկ Մանուկյան, աչքի բժիշկ է։ Ես նրա կենսագրականը կարդալուց հետո նրան շատ հետաքրքիր մտքեր ունի եւ այսպիսի միտք ունի, ասում է երջանիկ են այն ծնողները, որոնց իրենց որդիները ծերանոց չեն ուղեկցում։ Եվ ես չեմ ցանկանա, որ որևէ մեկի որդին իր ծնողին ուղեկցի ծերանոց։ Իսկ եթե ուղեկցի են, ինձ թվում է այդ կենտրոնում նրանց գրկաբաց կընդունեն, բայց չեն կարող փոխարինել իրենց զավակներին երբեք։ Ձեր սիրտը հիմա ամենաշատը ինչի համար է ցավում։ Որ թորնիկներից չեմ տեսնում։ Քանի տարեկան են հիմա թորնիկները։ Թորնիկս երկրորդ դասարանում է, մեկը դպրոց չի հաճախում, փոքրիկ են։
Իմ թորնիկներ, թիթեռնիկներ, թռեք, եկեք, ձեր տատիկի ցավն ամոքեք, կարոտից սիրտս լինում է բաժան, փոքրիկ եք, բայց մի եղեք այդքան դաժան։ Անունները կասեք թորնիկների, գուցե նրանք հիմա տեսնեն ձեզ։ Գաբրիելա եւ Ադրիանա։ Որդիս է դրել այդ անունները։ Իմ Գաբրիելա։ Նրանց ունեք խոսք ասելու հիմա։ Սիրելիներս, եթե տեսնում եք ձեր տատիկին, եկեք, ես ձեզ շատ եմ կարոտել, շատ։ Գաբրի ջան, քեզ շատ եմ կարոտել, շատ։ Ինչքան հեքիաթներ էր գիտել, ինչքան հեքիաթներ էր սովորել, հենց ասում էի, Գաբրի ջան, այստեղ ինչն է գլխավոր։ Տատիկ ջան, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Այնքան լավ էր ասում, Կիկոսն այնքան լավ էր ասում։ Քանի տարի եք թորնիկների հետ ապրել։ 3 տարի։ 3 տարի։ Տիկին Քնարիկ, եթե ձեր կյանքը դաս լիներ, ինչ կուզեիք, որ մարդիկ սովորեին դրանից։ Կուզեի սովորեին սեր դեպի մարդիկ, սեր դեպի իրենց աշխատանքը, սեր դեպի հայրենիքը, այսպես լավ մարդ դառնան։ Սիլվա Կապուտիկյանը մի բանաստեղծություն ունի, եթե կարելի է, Իհարկե, ասում է դու չես սովորում գերազանց տղաս, գովասանագրեր դու տուն չես բերում, ծնողական ձեր ժողովներում բարի նախանձով չեն նայում վրաս, բայց երբ տեսնում եմ, որ տատիկին ծածկում ես, մեկին փողոցից անց ես կացնում, մարդ եղիր որդից, մարդ մնա կյանքում, ես կցանկանամ այդ կոչով էլ ավարտել, մարդ եղեք, մարդ մնացեք կյանքում։ Շատ լավ։ Եվ ինչ կասեք այն մարդկանց, ովքեր այսօր իրենց կողքին դեռ ունեն ծնող, բայց ժամանակ չունեն այդ ծնողի Ես համար։ կուզեմ ասել, սիրեք ձեր ծնողներին։ Ծնողներից թանկ ոչինչ չկա աշխարհում։ Սիրեցեք ձեր ծնողներին, ձեր մայրերին, ձեր հայրերին, նրանք ձեզ կյանք են տվել, դուք էլ նրանց կյանքը զարդարեք։ Դուք էլ նրանց կյանքի ծաղիկներն եք եւ ծաղիկներով զարդարեք նրանց կյանքը։ Մի լքեք ձեր ծնողներին։ Նրանք ձեր կարիքը շատ ունեն։ Շատ։ Տիկին Քնարիկ, դուք սերունդներ եք կրթել։ Վստահաբար մարդկային ամենակարևոր արժեքները փոխանցել եք, սովորեցրել եք։ Այո, Այդ տունը նաև ձեր որդիներին եք արել, կասկած չունեմ։ Ինչ եք կարծում, ինչ որ հարցում եղել է որ ձեզ մեղադրեք, գուցե, չգիտեմ, Այո, նախատեք, այո, ինչ որտեղ այո։ ձեզ Դե մեղադրելը գիտեք, որ փոքրս չկա, մի անգամ զանգեցին պատահաբար, ունետ ծիծաղելից, ասեց, մամ, ինչ ասեցին, ասեցին, ինչ լավ ա որ տանես, մենք լսել էինք, որ ծերանոցում ես, ասեց, մամ, քո տղեն մեռած ա, որ ես ծերանոցում լինեմ, դա, չգիտեմ, նախախնամություն էր, ինչ էր, որ ես պետք է հայտնվեի ծերանոցում, իսկ մեծ տղաս, ես չգիտեմ, որ ինչ որ միտեղ կարող եմ սխալված լինել, որովհետև ես նրանց մարդ եմ դաստիարակել, սովորեցրել եմ ապրել ճիշտ, երևի ճակատագիրը, ես հավատում եմ ճակատագիր գոչեցյալին, որ դառն է եղել, կյանքն է ամպի փախչող ստվեր, վարքյանն է միջդյութական, բախտի կռան կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական, ահա այդպիսի մի դժբախտ դիպվածով ես որդիներիցս հեռացա եւ հայտնվեցի խնամքի կենտրոնում, այդ դիպվածն էր մեղավոր։ ինչ որ բան կա, որի հետ դեռ չեք հարմարվում։ Թե արդեն ամբողջությամբ հարմարվել եք, ընդունել եք այն Ճիշտ ճակատագիրը, որ ձեզ է բաժին հարմարվել հասել։ եմ։ Քանի որ նաև ունեմ առողջական խնդիրներ, ինձ պետք է հարմարվողականությունը։ Թեկուզ մի փոքր էլ մտածեմ իմ կյանքի մասին։ Իսկ ծրագրեր ապագայի համար կազմում եք, թե չէ։ Ոչ, առայժմ հիմա չեմ կազմում։ Բայց գիտեք, Երանի թե ասում եմ հրաշք լիներ կրկնվեր այն հրաշքը իրական, դասամատյանը թևիս տակ մտնեի մի անգամ դասարան, կարոտել եմ դասին, դասարանին, այդպիսի կարոտ ունեմ, մի անգամ գոնե լինել դպրոցում։ Իսկ ինչ եք կարծում, հնարավոր չէ։ Բարձրաձայնել եք որևէ տեղ ձեր այդ երազանքի մասին։ Եթե բարձրաձայնեն իրականանալի լինի։ կտանեն, անպայման կտանեն, եթե Եկեք բարձրաձայնենք։ Եկեք։ Եկեք բարձրաձայնենք։ Գուցե Իջևանի դպրոց դες դժվար լինի հիմա հասնել, բայց Այ հենց դա է։ Միայն այդ ճանապարհի դժվարությունն է, թե չէ ուրիշ եթե ես ասեմ, որ ուզում եմ գնալ Իջևան, նույն օրը երևի աշակերտներս կգան եւ միասին կգնանք։ Ես դրանում համոզված եմ, որ կգան անպայման եւ կտանեն։ հիշողությունները հիմա մեծ դեր ունեն ձեր կյանքում։ Շատ։ Չեմ ուզում ջնջել այդ հիշողությունները։ Դրանցով եք ապրում։ Այո,
Այո, են տալիս ձեզ։ հիշողություններով եւ գեղեցիկ հիշողություններով։ Դուք երկու որդի չեք ունեցել, դուք շատ երեխաներ եք ունեցել, Ունեմ, այո, որտեղ ունեմ։ մենք ասում ենք, չէ, որ ուսուցիչը երկրորդ ծնող է։ Այո, Դուք շատերի համար ծնող եք եղել եւ ձեր նախկին աշակերտների կապը ձեզ հետ հիմա հենց դրա մասին է վկայում, որ դուք լավ ծնող եք եղել։ ուրեմն որ գնացել էինք քեֆի, Սեղիստարան, Իջևան քարարտ ռեստորան կա։ Այդ ռեստորանում բավականին մեծ քեֆ էր, եկել էին եւ աշակերտներս, եւ տղաներիս կանայք, եւ աղջիկներիս ամուսինները, եւ բոլորին ասում էի, որտեղ են իմ թորնիկները, որտեղ են իմ հարցները, իմ փեսանները, այդպես էինք դիմում իրար։ Նրանք իմն էին, իմ զավակներն էին։ Ունեք ավելացնելու բան, ինչ-որ բան կար, որի մասին կուզեիք բարձրաձայնել, Ես ինչ-որ շատ բանի կարիք շնորհակալ եմ ունեք, այս հանդիպման համար, շատ շնորհակալ եմ։ ինչ-որ բանի կարիք ունեք այսօր տիկին Քնարիկ։ Ոչ, միայն ջերմ վերաբերմունք, ուրիշ ոչ մի բան։ Ժպիտ, ջերմ վերաբերմունք, որը ստանում ենք խնամքի կենտրոնում։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել խնամքի կենտրոնի ղեկավարությանը, սպասարկող անձնակազմին, իրենց լավ, բարի վերաբերմունքի եւ բարեխիղճ աշխատանքի համար։ Ես ուզում եմ մենք մեզ համար մի բան ֆիքսենք, հա, որ տարեց մարդը դա անցյալ չէ։ Դա փորձ է, ով դեռ ունի ասելիք։ Դուք դեռ ունեք ասելիք, շատ հաճելի էր ձեզ լսելը, ձեզ հետ զրուցելը, ինչու ոչ նաև սովորելը։ Շնորհակալություն։ Ծերությունն էլ ունի իր գեղեցկությունը, ճիշտ է ասում են, ծերությունը այդ լավ բան չի, բայց ինչու լավ բան չի։ Տարիքը մարդու խելքին խելք է ավելացնում։ Այո, շատ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար եւ ես մեծ հույսեր ունեմ, որ ձեր թորներն արձագանքելու են, եթե անգամ հարսը չարձագանքի, բայց թորներն արդեն այն տարիքում են, որ հնարավոր է հարսնել արձագանքի։ Թող արձագանքեն, թող կապվեն ձեզ հետ։ Հույս ունեմ, որ այդ դա կլինի։ Հույս ունեմ, որ իմ Գաբին անպայման կասի տատիկիս մոտ տարեք, կասի։ Միայն ցանկանամ, որ ոչ մի ծնող իր զավակներից հեռու չապրի, ապրեն իրար հետ, իրար հասկանալով, իրար սիրելով, իրար պահելով, իրար պահպանելով։ Նորից եմ ասում, սիրելի զավակներ, պահեք ու պահպանեք ձեր ծնողներին, սիրելի ծնողներ, սիրեք ձեր զավակներին, եթե նրանք կամա թե ակամա փոքր անգամ շփոթվում են, սխալներ են գործում, ներեք նրանց այդ սխալները եւ դա կլինի ձեր հաղթանակը, ձեր որդիները երբեք ձեզ չեն լքի։ Ձեր խոսքը շատերի հոգու խորքը հասավ, վստահ եմ, ձեր հարազատներին եւս կհասնի եւ մեծ հույսեր ունեմ, որ կապը կվերականգնվի բոլորի հետ։ Ես էլ հույս ունեմ։ Շնորհակալ եմ այս հանդիպման համար։ Երևի իմ կյանքում մի լավ դիպված էլ սա է։ Լավ դիպվածները շատ լինեն, ձեզ երկար եւ առողջ բոլորի կյանքում լինեն այդ դիպվածները շատ, բոլորի կյանքում։ Շնորհակալություն շատ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը տարեցների խնամքի կենտրոնում բնակվող Քնարիկ Դավթյանն էր։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում կիսվել ձեր պատմությամբ։ Մենք պատրաստ ենք այն նույնպես ներկայացնել։